Մինչև 2026-ը 232 դպրոց պետք է փակվի, այդպես է որոշել կառավարությունը։ Ժաննա Անդրեասյանը հրապարակել է միավորվող դպրոցների ցանկը։ Հիմնավորումն այն է, որ ունեն մինչև 100 աշակերտ, իսկ միավորմամբ ուզում են կրթության որակը փոխել։ Սյունիքի սահմանամերձ գյուղերում փակվելու է 47 դպրոց, միայն Վայոց ձորի մարզում 16 դպրոց։ Մի ձեռքով փակում են, մյուս ձեռքով բացում դպրոցներ, բայց կյանքը դրանից չի փոխվում։ Ինչի կարիքն է, ինչի պակաս։ Այդ հոգոցը արդեն գիտենք։ Եթե սենց եղավ, գարունս է ոչ մեկը չէր բասել։ Քանի գնում, ասենք ավելի ավատարանում յուղի ընդհանուր բնության վիճակը, որ գնան, ջահելները գնան, կամ ասենք քիչ երեխա ունենան, իհարկե պիտի դպրոցներ փակվի, բնական է դա։ Բայց հիմա գնում են արտագաղթ կա գյուղից։ Դե մոտավորապես մի 40 տուն 40 տուն դա տարկա։ Կեսը ծերերն են, ծնողները մենակ հայրում, արի 70-90 տարեկանում, դե համարի, որ է դուրը փակ է արդեն։ Այսօր որ տղես գնա, ես ու իմ ամուսինը, այս դուր չեղավ տունը փակվել, նույնն է։ 90 աշակերտ է հիմա այցելում մեր դպրոց, մանկապարտեզ ունենք Զառիթափում 25 աշակման երեխային հետ մանկապարտեզ, գազել տանում բերում, ես էլ ավտոբուսն եմ վարում, ես էլ ստեղ երեխեքն եմ տանում բերում, բայց դպրոցով հարցը չի լուծվում, հիմնականը ստեղ բնակիչի ապրելակերպը պետք է մարդիկ ապահովեն, որ մարդն աշխատի, այս հողի վրա մնա, վաղը մյուս օր ծեր ցավը տանեմ, ես էլ եմ մնալու, որովհետև տղայիս ես ասել եմ, գնա քո երեխուն ապագա ստեղծի, ստեղ ապագա չկա։